Մեկ առողջություն թեզն է առաջ քաշում հաղորդաշղթա հանուն առողջության շարժումը, խոսելով ոչ միայն անձի, այլև շրջակա միջավայրի և հանրային առողջության մասին։ Այս գաղափարի իրականացումը շարժման հիմնադիրները հնարավոր են համարում առողջապահության ոլորտի մասնագետների և շահագրգիռ այլ կողմերի գործակցությամբ։ Մենք արշավով փորձում ենք անմասն չթողնել ոչ մեկին, որովհետև մենք կարևորում ենք ոլորտներ՝ առողջապահություն և туриզմ, առողջապահություն և AI, առողջապահություն և ֆինանսներ, փորձելով ասել, որ ամեն ինչի հիմքում առողջությունն է։ Եվ եթե մենք կարողանանք հանրային առողջության համար յուրաքանչյուրս մի լումա ներդրում ունենալ, ապա Հայաստանը կարող է ասել, որ մենք ունենք հանրային առողջ միջավայր։ Զուգահեռ գերտակիդեք երկրիմը զարգացումը առողջապահական ոլորտի զարգացման հետ է։ Այս միջոցառման ամեն թևով պետք է բոլոր շահառուները, բոլոր շահագիծները աջակցին, թե պետությունը եւ թե մասնավոր ոլորտը պետք է մոբիլիզացվեն, որ այս ծրագիրը հաջողվի։ Միասին է որ պետք է լա այդ բոլորը։ Շահագրգիռ կողմերի միջև հաղորդաշղթան դեպի հայկական համաշխարհային առողջապահական էքսպո տանող քայլերից մեկն է։ Այն անցկացվելու է այս տարվա նոյեմբերին և 4 օր համախմբելու է աշխարհի 5 տասնյակից ավելի երկրների բժիշկների, գիտնականների, տարբեր ոլորտների ներկայացուցիչների։ Էքսպոն լինելու է միջազգային փորձի փոխանակման, Հայաստանի առողջապահության ոլորտի ձեռքբերումները ներկայացնելու և զարգացման նոր ուղենիշներ նախանշելու հարթակ։ 24 թվականի Երևանի քաղաքապետարանը որպես գործընկեր եւ համակազմակերպիչ է հանդես եկել։ Այս տարի ներգրաված ենք լինելու համարյա թե ամբողջ կազմով, որովհետև շատ բան ունենք ցույց տալու, շատ ծառայություններ կան, որ նոր են, շատ ծառայություններ կան, որ պետք է մեր ազգաբնակչությանը եւ հանրությանը ներկայացնենք։ Այս տարի մենք որոշել ենք գոնե մի 25 երկրից գիտաշխատողներ լինեն եւ այդ կրթական ծրագրերը, որը նույնպես մեր ոլորտի զարգացման ուղղություններից մեկն է, անպայման իրականանան։ Սպորտը սովորեցրել է ինձ, որ առողջության համար պայքարը նույնքան կարևոր է, որքան մեդալների համար պայքարը։ Այս միջոցառման ջահը կրելու եմ հպարտությամբ, որպես հայ կին, հայ մայր, ով հավատում է վաղվա սերնդին եւ գիտի, որ հաջողություններ կերտելու համար պետք է առողջություն ոչ միայն մարմնով, նաեւ հոգեպես եւ մտքով։ Առողջ սնունդը որպես առողջ ապրելակերպի հիմնաքար արշավի գաղափարախոսական սյուներից մեկն է։ Այս ուղղությամբ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ գործակցությունն ամրապնդվում է հուշագրի կնքմամբ։ Պարենի համաշխարհային ծրագիրը Հայաստանի կառավարության հետ աշխատանքներ են իրականացնում ուղղված հանրային առողջության պահպանմանն ու հատկապես դպրոցներում առողջ սննդի ապահովմանը։ Առողջ ապրելակերպը խրախուսող այս շարժմանը մասնակցելով հաստատում ենք, որ պատրաստ ենք կրթելու միջոցով յուրաքանչյուրին հնարավորություն տալ ընտրելու այնպիսի սնունդ, որը կբարելավի կյանքի որակն ու առողջությունը։ Փոփոխությունները, որոնք մենք ցանկանում ենք կատարել այս ոլորտում, պահանջում են շահագրգիռ կողմերի համախմբում։ Հայաստանում առողջապահության ոլորտի մարտահրավերների, դրանց հաղթահարման, առողջ ապագա կառուցելու գործում հանրային կառույցների ու միջազգային կազմակերպությունների դերի մասին են խոսում պանելային քննարկման բանախոսները, պատասխանելով նաև հաղորդաշղթայի մասնակիցների հարցերին։ Անահիտ Կարյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։